Ուրեմն այսօր առավոտյան ստացել եմ իմ կողմից հարգված մի քանի հասարակական կազմակերպությունների և գործիչների բերությունը, որը ուղղված է խորհրդանի բոլոր խմբակցություններին և նախկինում քննիչ հանձնաժողովի նախագահի կարգավիճակ ունեցող անձին։ Մեծ առումով հիմնական նպատակը ստացված դրության մեջ հետևյալն է, ուզում եմ ուղիղ ցիտել։ Ներկայացված է խմբակցություններին հանրագիր, որով առաջարկում է ազգային ժողովում բարձրացնել 20 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակելու հարցը և պահանջել ազգային ժողովի նախագահից վերացնելու իր կարգադրությունը զեկույցը կանխագրելու վերաբերյալ և հանրայնացնել հանձնաժողովի զեկույցը։ 22 թվականին, երբ որ այս հանձնաժողովը ստեղծվում էր, մեր խմբակցությունը իր դիրքորոշումը ի սկզբանե արտահայտել էր առ այն, որ այն մարդիկ, ովքեր քաղաքական, ռազմական, բարոյական պատասխանատվություն են կրում պատերազմի ծանր արդյունքների, մեր հայրենակիցների մի քանի հազար հայրենակիցների զոհվելու, աշխատանք դառնելու, անհետ կորելու այս հանգամանքին, բնականաբար չեն կարող օբյեկտիվ քննություն իրականացնել։ Այնուամենայնիվ, երբ որ այս զեկույցը խորհրդանում արխիվացվեց, ես առիթ ունեցել եմ դրան ծանոթանալու և բացի այն հանգամանքից, որ մեծ թվով հատվածներ ներածական մասում, վերջաբանում, ազատ շահադրության ձևով ներկայացված քարոզչական նարատիվներ էր իշխանական ներկայացնում և դրանում որևէ լուրջ գնահատական չկար, այնուամենայնիվ կային որոշակի դրվագային հարցեր պատերազմի հետ կապված, որոնք իրենց որոշակի ուշագրավ հանգամանք էին ներկայացնում։ Մեծ առումով ես նաև հիշում եմ, որ այս իշխանությունը անհետ կորածների պատերազմում նահատակված մեր հերոսների ընտանիքի անդամներին հավաստիացնում էր, որ այդ զեկույցը տալու է հնարավորություն, որպեսզի մարդիկ իրականում հասկանան ովքեր են մեղավորները, այդ թվում իրենց որդիների նահատակման հարցում և հետագայում հանգստացնում էին մարդկանց, որ բոլոր հարցերի պատասխանը ստացվելու է։ Հիմա ոչ միայն այդ զեկույցում դա արտացոլված չէ իր մանրամասներով, իշխանությունը ըստ էության ստել է և հնարավորություն չի ստեղծել մարդկանց ծանոթանալու և իրենց նաև համոզվելու, որ այդ զեկույցում խոստացված հանգամանքները առկա չէ։ Այնուամենայնիվ ես արդարացի եմ համարում ծնողների, հասարակական կազմակերպությունների պահանջը, որպեսզի զեկույցը այնուամենայնիվ հանրայնացվի, միգուցե դա այն ֆորմատով տեղի ունենա և հնարավորություն տրվի ծնողներին, այսինքն այն մարդկանց, ովքեր ամենակարևոր մարդիկ են այս զեկույցի ծանոթանալու համար, ծանոթանան և իրենք գնահատեն, թե զեկույցում ներկայացվածը արտացոլում է իրենց ակնկալիքները, թե ոչ։ Ինչպես 44-օրյա պատերազմից հետո տարբեր առիթներով ինքս եմ հայտարարել, ես ինքս սատարել եմ բոլոր այն նախաձեռնությունները, որոնք մեր հայրենիքի համար ամենաթանկը տված անձանց ընտանիքի անդամները պահանջում են և ես ինքս ջանքեր եմ գործադրելու, որպեսզի կարողանանք հասնել այս իրավիճակի արդարացի հանգուցալուծմանը։